եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական նպատակը հանդիսանում է այն, որ Հայաստանի Հանրապետության որոշ բնակավայրերում, համայնքներում դրոշի վերաբերյալ որևէ կարգավորում չունենք բնակավայրերում տեղադրվելու եւ մտահաղացումը հիմնականում դա է եղել, որպեսզի ազգային ինքնագիտակցության բարձրացման եւ միասնական պետական միջավայրի ստեղծման եւ այլ հիմունքներով առաջարկել, որպեսզի համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը։ Դրանում եւս մեկ անգամ համոզվել ենք վերցին քարոզարշավի շրջանակում, երբ որ եղան գրեթե Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում, եւ ես եւ Ալեն Սիմոնյանի մտահաղացմամբ այս նախագիծը դրել ենք շրջանառության մեջ։ Բնականաբար կառավարության կողմից ունեցել ենք առաջարկներ, կառավարության ներկայացուցիչ այն կներկայացնի, բայց հիմնական նպատակը այն է, որպեսզի սահմանվի միասնական կարգ համայնքների յուրաքանչյուր բնակավայրերի հիմնական մուտքի մոտ, որպեսզի տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը։ Հիմնական նպատակը սա է, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, նախագծի հիմնական զեկուցողին հարցեր։ Խնդրեմ Տիկին Քլոյան։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, խնդրում եմ պարզաբանել, արդյոք կա ընդունված իրավական ակտ, որտեղ հստակ նշված կլինի պետական դրոշի չափսերի, ինչպես նաև կտորի որակի եւ նաև գույների երանգների մասով ունենք այդպիսի ընդունված ակտ։ Խնդրեմ Իհարկե կա սահմանված կարգ, ինչպես նաև դրոշի գործածման վերաբերյալ կա սահմանված կարգ, գույների վերաբերյալ կա, իհարկե գույների վերաբերյալ եթե ավելի շատ խորանանք, կոնկրետ ինդեքսավորված, կոդավորված չեն Հայաստանի Հանրապետության դրոշի գույները, ես կարծում եմ հետագայում նաև այս մասով որոշում կունենան, որպեսզի կոնկրետ կոդավորվեն, բայց այս պահի դրությամբ ընդհանուր դրոշի հետ գործածության վերաբերյալ բնականաբար կա ընդհանուր կարգ։ Այլ հարցեր չկա, նախագծի կան, այն ներողություն խնդրեմ պարոն Համբարձումյան։ Ասացիք, որ այդ բնակավայր տարածքներում, հիմնական ուղղությունների մուտքերի մոտ։ Հիմա այդ հիմնականը ինչպես եք որոշում, ասֆալտապատ ճանապարհը, թե ինչով, ոնց, այդ մեկ։ Երկրորդը, այդ տարածք ամեն մի տարածքի մուտք նաև ելք է։ Հիմա դեռ մի դրոշ եք դնելու, որ այն կողմից գալացողը հաշվի էդի մուտքի դրոշ է, այս կողմից գնացողը այդ նույն դրոշը հաշվի ելքի դրոշ է, թե ինչ է, թե երկու հատ պետք է դրվի ընդեղից մտնողի համար, այս մի դրոշն է, այն մի կողմից մտնողի համար, այս մի դրոշն է։ Շնորհակալ եմ պարոն Համբարձումյան, բնականաբար մուտք ու ելքերի վերաբերյալ տվյալ համայնքի ներկայացուցիչը կասի, բայց հիմնականում մեկ դրոշ է տեղադրվելու, մուտքի ելքի համար մեկ դրոշ, ես կարծում եմ բոլոր համայնքներում այդ խնդիրը չկա, չեմ պատկերացնում, մի դրոշը տեղադրվում է մուտքի մոտ, հետևաբար դա է համարվում մուտքը, բայց ընդհանուր առմամբ թե որտեղ հիմնական մուտք ասվածի վերաբերյալ ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց կառավարության հետ համատեղ աշխատանքում որոշել ենք, որ կառավարությունը կսահմանի, կաշխատելով թիմի հետ կսահմանի, թե որտեղ կտեղադրվի դրոշը։ Արձագանք ունեք պարոն Համբարձումյան։ Հիմա ասենք Մասիս տարածաշրջանը վերցնենք, Հիմա քանի կողմից մուտք ու ելք կա, հիմա այդ ոնց է լինելու, այս մի կողմից գնացողը գերադասում ենք դրոշով բան ենք անում, մնացած կողմից, որը հավասարարժեք ճանապարհ է եւ այլն։ Եվ հետո դա իմաստը ինչու՞մն է կայանում, երբ որ մտնում ես երկրի սկզբում դրոշադրվում, որ այս երկիրն է եւ այլն, այսինքն դրանով չեք համարում, որ ոնց որ թե տարածաշրջանների մեջ այդ արատավոր երևույթն է զարգանում, տարանջատման ֆունկցիա է կատարում, էլի, բաների մեջ, կարծես օտար պետություններ լինեն։ Խնդրեմ Տիկին Ղազարյան։ Պարոն Համբարձումյան, նույն տրամաբանությամբ տես դուք էլ նշեցիք, որ մտնում ես երկիր, դրոշը տեսնում ես, դա արդեն խորհրդանշական նշան է, եւ այս դեպքում էլ համայնքներում է, եթե ինձ հարցնեք, ես կոնկրետ կուզենայի բոլոր մուտքերը, որոնք որ իրենք հիմնական մուտքեր են համարում, թիմում, այդ մուտքերի մոտ տեղադրված լինի դրոշը, դա որևէ ձևով չի նսեմ ասում դրոշի արժեքը, այլ ընդհակառակ բարձրացնում է մեր խորհրդանիշի արժեքը։ Այլ հարցեր չունենք։
Խնդրեմ Տիկին Ակմակյան։ Տիկին Ղազարյան, իսկ խոշորացված համայնքների դեպքում միայն համայնքում է դրվելու, թե վարչական շրջաններում էլ։ Հենց իմաստն է, որ համայնքների բնակավայրերում, վարչական շրջաններում։ Արձագանք չունեք Տիկին Ակմակյան։ Այլ հարցեր կարծես թե չկան, այդ դեպքում խոսքը տալիս եմ նախագծի հարակից զեկուցողին, խնդրեմ Տիկին Քլա։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին այսքան շատ կարևոր նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Այո, Հայաստանի Հանրապետության դրոշը դա մեր անկախության, ինքնիշխանության եւ ազգային ինքնագիտակցության խորհրդանիշներից է, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, առավել եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է մեծ հարգանքով, պատասխանատվությամբ եւ սիրով նվիրումով վերաբերվի մեր խորհրդանիշներին։ Այստեղ նաև պետք է հավելեմ, որ 3-րդ կետի 6-րդ մասով այս նախագծով նախատեսվում է նաև, որ դրոշը կարող է տեղադրել նաև այլ վայրերում բնակելի շենքերի մոտ, այսինքն քաղաքացիները իրենց պատշգամբներում, պատուհաններից կարող են տեղադրել նաև մեր պետական խորհրդանիշներից դրոշը։ Այսքանը։ Շնորհակալություն, հարցեր նախագծի հարակից